Արտասունթրով սամոս, գոացեք տիրոշնը, վասնզի բարի է, վասնզի իրա ողորմությունը, հավիտյանը, Իսրայելը թողս է, անոր ողորմությունը հավիտյանը, Ահարոնի տունը թողս է, անոր ողորմությունը հավիտյանը, Սպիտակի կիրովականի շաղորդը, տիրոջից վախեցող շաղորդը, թողս է, անոր ողորմությունը հավիտյանը, հալելույա, փառտիրոջ, ասում փառք, քուրեր եղբաներ, ապրում է վերջի օրերը, վերջի ժամանակները, հավատացյալ ժողովուրդը պիտի չթուլանա, որ դուք Քրիստոս շուտով կգա, երկինքը կբացվի, ով որ մնջել է Քրիստոսով, Աստծու որդու ձայնը լսելով, հարություն ալնելով, հարություն, և մեկ ազգ բացելու փայլելու ժամանակ փոխվելու ենք, և իրար հետ ամբերի մեջ Հիսուսին տերանք, հանդիպելու ենք իրար հետ, տեսնելու է մեր աչքերը, Հիսուսին, դրամը խոսքատես մի հատ փոքր ոտանավոր, в последний день будет воскресенье для тех, кто достиг его. Библия нас зовет это воскресенье первым воскресением святых. Это воскресенье нетленное. Вы его не путайте с другим. Последний день будет восхищение. В последний день мы в небо взлетим. Аллилуйя! Аллилуйя! Դրամը սուր շողմատին, զորություն ապետ, զորություն, հոգում լեցունություն, շատ կարևոր է, շատ եկեղեցիական, հոգում ներկայություն չկա, սուրբ հոգու աղոտ չկա, հասկանում ես քուրս եղբայրս, սուրբ հոգու շատ մեծ տեղ դուր, աղոթի, եթե թողել ես տարիներով, աղոթի, լեցվի տարբեր լեցներով կխոսաս, փառավորես Տիրոջը, կլեցվես, և սուրբ հոգի քեզ կառաջորդի քո կյանքի բոլոր օրերի մեջ։ Ալելույա կերքես, օրդություն կերքես։ Մի անգամ եկեղեցում ասում են, մի հատ երիտասարդ է նստած եկեղեցու մեջ։ Եվ ո քարոզիչը քարոզում է, այդ քարոզիչի ցեվը ասում է, հալելույա։ Ո քարոզիչի քարոզում է, ասում է, հալելույա, հալելույա, հալելույա։ Էջ գրակը։ Մորքուները նստած տեղ։ Աշտամուկի վերջում։ Ասում է, տղա ջան, կարծում չունես, սարոշկա չունես, կոշիտ հինա, արի ես քո համար թազակասում անեմ, սարոշկա անեմ, կոշիկ անեմ, բայց դու էդ ալելույան էջ ասես, առնում է, հացնում է, գալիս է եկեղեցի, քարոզիչը քարոզում է, ուսում է կորա ալելույա կասում են նայում, Սարոշկին անայում, կոշիկին անայում, կրտերելա, մեջ երում է, ուսում ասի, բայց արգել կա էսի, արգելում է, մի կեր պաշտանում կպրստում է, էտու ասում է մորքուր, արես կասում է, արես սարոշկե կոշիկը, իմ ալելույա տունենձի, քուրս եղբարս, ասենք ալելույա իրա, Հալելույա, արժանի է պարտելի, մեր ամենակարող Աստված, Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգի,
Գիտեք որտեղ Աստծո հոգին դե ազատություն է։ Ոչ թե մարմինի ցանկության համար է։ Ազատություն, որ դու համարձակությունով կարած մոդելած շնորհածաթորին։ Որ կարող ես բերանը բացից ու աղոթես։ Ու ոչ թե քեզի չի կարող ապրել։ Աղոթի։ Կաթոլիկի եկեղեցուց հովիվը գալիս է 50-ական եկեղեցու հովիվի մոտ ասում է ես երկար ճանապարհ եմ անցել։ Ես լսել եմ, որ ձեր մոտ Սուրբ Հոգու աղոթք այդում։ Աղոթի, որ ես բկրտել Սուրբ Հոգով։ Ասում է եղբայր ձեր մոտ կան 50-ական եկեղեցիներ։ Ասում է ոչ մի 50-ական եկեղեցու մեջ աղոթք չկա Սուրբ Հոգով։ Սաթաթարացա, կամանց, չլսվի։ Ոնց եկել ես, դեցի գնաց։ Բայց Սուրբ Հոգի զորություն է։ Սուրբ Հոգին Աստված է։ Ոչ թե մարդը ընծիտվել, այլ ինքն է ընծիտվել։ Որ ես լցվեմ Սուրբ Հոգով, օրհնվեմ Սուրբ Հոգով։ Մի քուրիկ եկել է եկեղեցի, որ վշտացած է, ծովի մեջ է։ Մեկի մի հատ անոթ մոտեցավ, մարգարեն մոտեցավ։ Ասեց ինքը բողոքում է եղբորը, ասում է տունս քաոս է։ Ամուսինս հարբեցող, տղեկը սխալ ճանապարհ գնացող, թողած ոչ մեկ չի ուզում ավետարան կարդալ։ Ահա որ վիճակ է ընտան մեջ։ Մարգարեն մոտենում է ու ասում է, լսի աղջիկս, թույլ տուր, որ ես մտնեմ քո տունը։ Եթե թույլ տաս, եթե աղոթես հավատաս, կմտնեմ ամեն մեկի յետակ կլսնեմ։ Մենակ լացելով ասում է համաձայն եմ, մտի Սուրբ Հոգի, մտի։ Ասեց քանի շաբաթ անցելուց հետո եկեղեցու առաջ վկայություն է տալիս։ Ասում է իմ տան մեջը Բեթլեհեմի աստղը փայլեց։ Խաղություն Աստծո իջավ։ Ամուսինս չես պատրաստ, չես հավատա ինչ տեմի է։ Երեխեքս ամեն մեկը ավետարանը կթավ։ Ամեն մեկ ավետարանը սկսում կարդալ։ Ամեն մեկը Հիսուսին սկսում փտրել։ Աստծո Սուրբ Հոգու կերակուրը Աստծո խոսքն է։ Ինչքան կարաս լեցվի Աստծո խոսքով, ինչքան կարաս։ Եկ դեսես Սուրբ Հոգի կլեցվի 12 տարվա հավատացել, աշուտ եպն, սորություն չկա, աղոթում եմ Սուրբ Հոգով, չոր չի ստացում, ասում ավետարան կարդում ես ասվա չէ, չկա ժամանակի, երկար տարի չեմ կարդում ավետարան, ասի հոգիտ սովածա, հոգիտ ծարավա, սկսի կարդար, ավետարան կարդար, Աստծո խոսքը, եթե կարաս նոր ուխտը կարդա, կտակարաները կարդա, Հիսուսի բերանի խոսքը կարդա, լեցվի։ Քանի ժաման հետո զանգեց ինձ ուրիշ քաղաքից, ասեց աշուտ աղբեր, այն ուրախությունը լեցվեց ինձ մեջ, այն զորությունը տարբեր լեզուներով եմ աղոթում, ասի փառքի հոչը, քուրս եղբայրս, մի դադարի, շատ եկեղեցիներում արգելում են, կամանց, չլսվի ձայնը, քարոզի չի, 40 րոպե, 30 րոպե քարոզում է, 3 րոպե աղոթում է, հայրեն կամ ռուսերեն կամ անգլերեն, եղբայրս տունես, Պողոս Արաքյալը ասում է, երբ որ ես գամ, ձեր խոսքը չեմ ուզում լսեմ, այլ ձեր զորությունն եմ ուզում տենամ, Աստծո ժողովուրդը զորություն պիտի ունենա, զորությունով քայլի, այդ զորությունը քեզի մեղքից պահում է, այդ զորությունը քո մեջ գործում է, քո մեջ ապրում է, իր անունը Սուրբ Հոգի է, ինքը իմ ու քո Աստվածն է, քայլում է մեր մեջ, եւ մենք իր զավակներն ենք, եւ ինքը մեզ չի թողել։ Պողոս
Սարակյանը երաս տեսավ, Շիրային ասեց, երաս տեսա, Աստված կանչում Մակեդոնիա, որ այդան քարոզելով, գնացին քարոզեցին, փեդերոցեցին կսին բերդը, ոտերը կողսյունի մեջ տրեցին, Պողոսը Շիրան չասեց, Պողոս, տեսիքը, երազի տեսիքը սխալեր, այդ քաղաքի մեջ երկրաշարժելով, ոչ թե շենքերը պլեց, այլ բերդը հիմքից շարժեց, իրաց երկում ու պարավորում են ասում, հոգով, բոլոր բերդերի մարդիկ լսում էին, քանդեց սաղ, պահապանը Յանուս մեր վնասդար, ասեն մենք բոլորս տեն ենք, բերդի պահապանը, ինչ անեմ, եղբաներ, հավատա, Հիսուս Քրիստոսին և դուք փրկվես ամբողջ տունդ, Աստված կանչեց Մակեդոնիա, ծեծել տվեց, քսեց բերդը, որ այդ ընտանիքը փրկվի, ասեք փարթիրոջը, հորս եղբար ես, մեկը մոտեցավ աստված կապել, չգիտեմ, երեխու տակությունը չի ետում, աղոտեք, որ երեխուն բժիշկն է, աղոտում ենք, էլի ասեց երեխու տակություն չի ետում, ասում եղբար արի մի քիչ խոսանք իրար էլի, ասի կարդում ես ասում, ասի չէ, ինչով ես բաղում բիզնես, ասում տունը կարդում ասու խոսքը, ասում չէ, ասի Աստված ուսումը քո ընտանիքը փրկի, և ընտանիքիդ ամենաթանկագին բանին մատը դրեց, կպավ իրան, որնը, ասի քո երեխուն է կպել, բժշկությունը չկամ օգնի, աղոտ եկանում տակությունը վրենա, դուք դյաբաշխարես, դուք ընտանիքով դյաբաշխարես, դուք ընտանիքով բոլորդ ասեք Հիսուս արիմուտի մեր մեջ, սկի Սուրբ Հոգով աղոթել, սկսի, գիտես ինչ համար, որտեղ Աստված ուզում է ձեզ փրկի, բայց դուք ավետարը փակել եք դրել եք մի կերպ, Հիսուսը կպավ Աստված, քո երեխուն կպավ, գիտես ինչ համար, որ դու դառնաս իրան, ասեց քանի վաղ անցավ, հեսաշտապես սաղ ընտանիքով ավետարն են կարդում, առաջի օրը, և որ երեխեքս, ճինս, ես կցիկ ավետարն կարդում, ընդ է գործը չա գրած է գործի, սելեք Սուրբ Հոգով աղոթել, որ ուսում է կինս ասմա, ամուսուն ասմա, լսի ասմա, երեխեն հերելա քայլում է, երեխեն քայլում է, եթե շեղվես, ասես ես քեզ ուղղության կբերեմ, ամենաթանկագին բանի կգտնեմ, որ դու միշտ կախման մեջ լսեցես, Աստված ասում, դրա համար եղբարս քրուրս, եկեք չմոռանանք իրան, լսվենք Սուրբ Հոգով, օգտված ելնենք, չոր չելնենք, այնքան մարդու եմ հետ աղոթում, չոր, չի կամ աղոթի Սուրբ Հոգով, այս Սուրբ Հոգին այնքան նուրբ է, բարկանաս, ապականան խոսպիրանց տգորա, էլի, ճվաս, գիտես ինքը տրտնում, ինքը շատ նուրբ է, իրան կերակրի ասու խոսքով, իշքան կարաս անձըտ մակուր պարի, միտքըտ, աշկերըտ, լեզուտ, շութերըտ, սիրդըտ, էլչիվըտ մակուր պարի, էսի տաճարը, Սուրբ Հոգու, Սուրբ Հոգին է բնակված ստեղ, հասկանում եք, կարդալ աղոթի, և էջ որ ստես կարդալ աղոթել Սուրբ Հոգուն, մեկը կտեսես Սուրբ Հոգին հետըտ խոսում է, մեկը մի տեղ հասեց հանդեպում եք, խոսում եք, մեկը հոգին լծվում է քեզի, իրան չեն տեսնում, բայց դու ես զգում, քեզի կանչում առանցին աղոթքի, չես կանում դենաս, առանցին աղոթքի, Սուրբ Հոգու աղոթքը, ամուսին ու կինը պարկում է քնելու, աղոթում են պարկում է քնելու, եկև գիշեր, երկես գիշերին ամուսինը, ասմա կնեք կանգան, ասմա կնեք, Սուրբ Հոգին կանչում աղոթքերը, ասմա էլի ետ մենք աղոթելը, էտ մեն աղոթելը, Սուրբ Հոգին, ասը կեր ժամ չա,
իրակ խոսքը լեցունությունով կատարեց ու բրծավ։ Հենց Սուրբ աղոթքը բրծավ զանգրեկավ։ Ասեց դուք էս իջնեք, ասեց այո։ Ասեց ձեր տղեն մանրացիկլետ ակշում, ճիշտ է, այո։ Մեծ ասեց ավարիայի տակ անգեր։ Մանրացիկլետից ոչ մի բան չեղել, բացի վրա նա քեսված բան չկա։ Հերը հարց ա տալի, ասում երբ եղավ, ասեց կես շամ հետո առաջ։ Էդ այն շամ, երբ որ Սուրբը կանչեց աղոթքի։ Քուրեր եղբաներ, ասում Սուրբ Հոգու զորությունը տխրություն չի բերում։ Ինքը ուրախություն ա բերում, ինքը բժշկություն ա բերում, ինքը զորություն ա բերում։ Մենք պիտի քայլենք զորությունով։ Հասկացեք, դա շատ կարևոր է։ Բերանը փակում ես։ Ես գնացի մի եկեղեցի, ինձ ասեն Աշոտի հետո խոսար չորրորդ։ Չորրորդի որս ելա խոսալու, ասեցի փողը կական եկեց, ա կեիցունական եկեց։ Ասեն իցունակ, ասի բաց մի ատաղոտ չկա։ Գետեք, երկու խոսք ասում ով բրծավ, որ կարծես թե ինքը Սուրբ Հոգով աղոթում, թե Սուրբ Հոգով աղոթ չկա։ Էսի Սուրբ Հոգով աղոթ չկա։ Երբ որ երգում ես, երկիչի մեջ պիտի ներգործություն ունի Սուրբ Հոգում։ Եվ որ քարոզում ես Սուրբ Հոգու ներգործություն ունի։ Անպայման շատ տարբեր ձևով կարաս խոսք ասես, բայց ասում ժողովրդի մեջ Սուրբ Հոգու զորություն ա պետք, օգնություն ա պետք, շատ պետք։ Երբ առաքյալները հավաքվեցին, աղոթեցին եւ տեղը շարժվեց, Հոգու ներկայություն իջավ, զորություն իջավ, օգնություն իջավ։ Գիտեք ուր եղբայրներ, եւ որ ցեցին աղոթել, այդ եկեղեցու մեջ մեծ մտլարով թե ես չգիտեմ դեռ եղբայրներ ոնց են ասել, որ Սուրբ Հոգու ձայնը չերթից կամած։ Ցեցին աղոթել Սուրբ Հոգով, մեծ մտլարով թե երկինքը չի բացվում, աղոթում։ Մի հատ Հայաստանում մի հատ սարգավատ եղբայր կա, հիմա ինքը երկինքում ա, իրա կինը ժենի քուլիկը, մեջտեղն էր, այս ժենի քուլիկը միացավ երկինք, էսի որ միացավ, այդ ալիքը տվեց ամբողջ եկեղեցուն, Սուրբ Հոգու կարագը իջավ, ամբը իջավ, ավարշավություն եղավ, լաց, ողբում ա ժողովուրդը, լացավ ժողովրդի մեջ, խոսվածություն ա ժողովրդի մեջ։ Երբ որ աղոթքը բրծանք, երկու քուլիկ մոտեցավ, մեկ ասեց, ուսմա հետս խոսահայրեն, բայց Սուրբ Հոգով ա խոսում։ Ինձ ասում Աշոտ եղբայր, առաջին օրը եկա եկեղեցի եւ Սուրբ Հոգով գտա։ Ասեք ալելույա։ 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 Հոգիդ եթե զգում ես, որ քարոզ ես, օտար կրակա չի ուտում։ Գիտեք անապատում, տայգա չգիտեք, տայգան անապատա չէ, տայգայում և բաշար ալնում, էդու ամիջև 2 մետր ցած, 2 մետր ցածով սենց էդու բա, ու բրնգում ա, հասկանում եք, և էդ կրակը չերով չի անգնում, էդ կրակը հողով չի անգնում, այդ կրակը հանգնում ա կրակով, դիմաց է կրակ են վարում սորավոր, որ այդ կրակը գալիս է կրակին ու հանգսում ա, օտար կրակը եթե դու ընդունում ես, որոշ մարդիկ հինուղտի մեջը օտար կրակ բերեցին, բայց Աստծո կրակը հանգցրեց այդ կրակը, Աստծո Սուրբ Հոգու զորությունը օտար կրակը հանգցնում ա, չի ընդունում, չի թողում, որ դու ընդունես, հասկանում ես և բարսկուրս, միջև վերջ, բայց երբ որ դու սկսես Սուրբ Հոգու աղոթքը, զորանաս, լցվես, սկսելու է հալածանք, հարևանի կողմի չի լելու է հավատացանի կողմից, հասկանում ես, ինչի ես աղոթ, մի հատ քուրիկ կար աղոթեցինք,
մեծահասակ մեծ չանով այս է ծանգած ողբարով աղոթում ես և կողքից ասել աշտեր պար ասել թող չողբար ուզում եմ մոդենայի մեկի սուրպուկի կարին ինձ արգելեց ասեց հասիվ կպիլատի ոչը իմացակ եբոք պրծանք ասեցի ում հետ ես էդ ումտուն ասեց ես ինչ անձնավորության հետ ասի սկուշ կլես իրացից շտիր կլես ասմա եկան միտեղ կարինակ ոպտի բաժանեք ընց ինչ ասես ասի հավատացալ դուն չունես ողբարը դուն չունես լացելը ինչ ես ողբում ինչ է դատ ասմա ինգյան խոսում են ես իրաց խոսքի չեմ լսում մենակ քու աշուտ էբա խոսքտ եմ հիշում Ձեն չանեցի, որ շտիպա, էլիսիս պունի չպողով, աշկից նայվածքը չպողով, եբ որ իրան իվիվ բաժավան, գիրոջ հոգին չավրես։ Չեն կալում նստեն տրանսպորտ, պարաբանելով, երկելով, աշկերից ստապման, չեն նայմաճուցաղ մարդիկա, գիրոջ հոգին չավրես։ Եղբարեք ուրել, մենք իրար չեն ճանաչում։ Բայց Քրիստոսի արյունով մենք ու եղբաներ ենք, ասեք ամեն Եթե ես չեմ ասում, ես եկեղեցին Տիրոջ պարգևներով լցված են Թող ես եկեղեցում ենք մարգարեություն լինի Տեսիքի պարգևը լեզուների թարգմանության պարգևը շիրկության պարգևը եկեղեցու շինության համար օրդության համար որ ես եկեցի ծաղկի, սորանա, սուրբ հոգով լծվի, և ես եկեցին ավին կլի, որ ամբողջ սպիտակ տեղը, ես քաղաքը, համաշխարհի, ես պատերել են անա։ Հասկացեք ես, կարևորը, եթերը մեզ չստացվի, եթե ես բանջակսեց եմ, իշքարեք ջուրն եմ թարսադրած, չստացվի, Պապագիուսի, կպի, ար, և լծվածն է շե, միատ տկար հոգի հանդիպի քեզ է, ընկած հոգի հանդիպի քեզ է, չէ, բիրանցը բացես, շնորհ դուրս կա բիրանցը, դենաս դիմացի հոգի լացում է, եթե մեղք ես գործել, եթե սխալ ես արել, քուրս եղբայր ես, եթե ծորի անդունդի տեղն ես, մի եղացի Հիսուսից, հասկանում եք, հիշում եք Սամվել Մարգարեի շոուտի ինչ ասել, դու թագավոր ուզեցիք, մեղք գործեցիք, բայց ճիշտ է մեղք եք գործել, բայց Աստծու չհեռանաք, մեր Աստված կենդանի Աստված է, զորավոր Աստված է, քուրս եղբայր ես, Քրիստոսի արյունը, քանի որ հոսում է, ինքը քեզի փրկում է, ընձի փրկում է, չթուրանաս, չտկարանաս, իշքան կարաս խոսքը կաթար, իշքան կարաս անձը պակուր պայմեղքից հրպաղ, և տեսնես մեծ ուրախություն կրես հդիտ մեջ, և այդ ուրախությունը ոչ մեկ չի կարակոզրեց ծավի, թող ասված որդից եսի, թող Աստծու որդությունը ձևրա լինի, թող ես եկեղեցու մեջ Տիրոջ պարգևները գործեն, խոսքի սորությունը լինի, երկի սորությունը լինի, ծերերը զորանան, երկասատները զորանան, քարոզիչները հորիները զորանան, Քրիստոսի ներկայությունով, իրավատությունով, բան մկխտրեն Տիրոջից, մի բան կաղա չէ 27-րդ Սամոսը, որ կյանքից բոլոր օրերի մեջ, Տիրոջ տան մեջ չբնակվեմ, որ իրավայնությունը ճասակեմ, իրազորությունը ճաշոչեմ, որ էգությանը սոր է, իրա տան մեջ ու զիպահի, զիպահի կե զիպահի, զորացեք եղբաներ քույր, մի տղարացեք, մոդեցեք իրան, խոստովի, ասա, մի ամանչ է, և իրան պարավ է, եթե վաղը, աստված կեզի բրշկել այսօր, վաղը պաշտամու կնե, հելի, կանիստեղ, բասակուրել եղբաներ, Հիսուսի Քրիստոսի վերքերով ես բրշկել, մարդը կետրեց,
ասես քեզ դժվարություն չկա, քեզ բրդություն չկա, բայց իբավի մեր կարող Աստված մի փոքր գիզրեց, որը կոչում էր ստորագետ, կյանքը շարունակում, որ հիվանդություն կա, Հիսուսի Քրիստոսի վերքերով մենք շփված ենք։ Ամեն։ Իրարու մակրված եք աղոթում եք։